Գնացինք, ողջույն, ամսի 21-ն է ապրիլի, ես 5-րդ զանգվածում ենք, 6-ին 9 րոպե է պակաս, բայց ցավոք փողոցի անունը չգիտեմ, կճշտենք ոչինչ, տոթ հա, անպամած է, տաք է եղանակը, երևի մի 22 աստիճան կլինի, մի րոպե հարցնենք, իմացանք, Միկոյան փողոցով ենք գնում, 5-րդ զանգվածի, ստեղ ասեցին, այգի են բացել մանկական, Ինեսայի հետ ուզում ենք այցելենք, ասեցին ես Ժիգուլիից առաջ կանգնեք, այգիի մուտքը ընդեղ է, գնանք տենանք, նոր այգի է, այնտեղ եկեղեցին է, ու ասեցին ստեղ այդ այգին է, եկեք գնանք տենանք ինչ կա այգիում, ընդեղ էլ մնաց Միկոյան փողոցը, այսենց այգի է, ընդեղ խաղահրապարակ է, հեսա գնանք, այնտեղ է ինուս, գնա այդ խաղահրապարակի մոտ, գնանք տենանք ինչ խաղալու բաներ կան երեխեքին, այսենց տեսարան է բացվում, եկեղեցու վրա, Ինեսան ոնց որ գործ անի, ես լուրջ դեմքով ա գնում գալի, տեսեք ինչ լավ, ազատ տեղեր կա, մեզ չի որ երեխեքը հերթ կանգնեն, դե գնացինք 5-րդ զանգվածի այգիից, Միկոյան փողոց գնանք, մեքենան ընդեղ մնաց, ստեղ սենց բաներ են նկարել, ժողովուրդը, ես այստեղ էլ նկարել, սիրունացրել են էլի, ինուսի կերիկա դեմս են գնաս, ես էլ լավաշ են թխում, ես խեն ցածր ինչ-որ, ու Միկոյան փողոցը, ես ստեղ չեմ ապրել, չեմ կարա մեկնաբանեմ առանձնապես, ես է Միկոյանը, այն քամի սկսեց լավ չի, նաթել է գնանք, եկեղեցու մոտ տնանք ինչ կա դեր, ենք են կողմից եկանք, ես էլ է 5-րդ զանգված,
Այնտեղ շատ հետաքրքիր Արարատը երևում է, բայց հեսա որ մոտենանք այդքան պարզ չի երևում, բայց տպավորիչ է երևում։ Էս է դարպասը, ստեղ շատ լավ այգի է, ու ընդեղ էլ բեինեսան մինչև ինչպես միշտ ինչ-որ մի բանի վրա բարձրացած այդ իրա սիրած զբաղմունքն է։ Ինուժանց գուշ։ Անդարդ տեղը, համարյա մարդ չկա։ Այս ճանապարհով որ գնանք, ինձ թվում է Արարատի վրա տեսարան պետք է բացվի։ Ստուգենք։ Հա, այս որ լավ եղանակ լինի։ Ստեղ էլ հուշարձան են։ Ինքնատիրում զոհվածներին։ Հիշեցի մի անգամ ստեղ նկարել եմ։ Սոչի ինքնաթիռը։ Ու եկեղեցին է ստեղ։ Այս մեկը Վայենի ակադեմիան է, այս սպիտակը։ Ընդեղ նայեք նույնիսկ Երևանյան լիճն է երևում հեսա։ Հա, ստեղ սենց լավ տեսարան է փաստորեն։ Են մեկն էլ արդեն 7-րդ զանգվածն է։ Իսկ այս մասը, ձորի այս կողմը, 5-րդ զանգվածը։